Նախ զրույց ընթրիքի սեղանի շուրջ, այսօր արդեն առանձնազրույց, հետո մամուլի ասուլիս։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր։ Ինքը նախ պատմում է Իրանի հետ հատկապես հետագա տնտեսական հեռանկարները։ Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։ Երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցերի զատ նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, խաղաղության խաչմերուկին եւ այլն։ Իրանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը։ Խրախուսում ենք այս փաստաթղթի հնարավորինս արագ ստորագրումը։ Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցում ենք եւ դեմ ենք սահմանային եւ գեոպոլիտիկ ցանկացած փոփոխության։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է։ Բոլոր հարցերը պետք է դիվանագիտական լեզվով լուծել, շեշտում է իրանցի դիվանագետը։ Լրագրողները սակայն հիշեցնում են առողջին։ Ադրբեջանը նախապայմաններ է դրել, մյուս կողմից ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը սահմանային իրադրությունն է լարում, սպառնում է, պահանջում Զանգեզուրի միջանցք։ Առողջին կրկնում է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը։ Էսկալացիայի վտանգ տարածաշրջանում կա եւ մենք հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասնեն եւ տարածաշրջանում ականատես կլինեն կայունության, որը բոլորի շահերից է բխում։ Մենք գտնում ենք, որ երկխոսության ու դիվանագիտության միջոցով պետք է լուծվեն բոլոր հարցերը։ Դեմ ենք ցանկացած ռազմական ճանապարհով հարցերի լուծմանը։ Հաղորդակցությունների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո եւ պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը ու ազգային օրենքները։ Սրանից բացի որևէ այլ ուղի չի համարվում ընդունելի։ Եվ բեռնափոխադրումների մասին սահմանին հայ բեռնատարների վարորդների համար դիզվառելիքի թանկացման հարցն էլ եղել է նախարարների քննարկման սեղանին։ Մոտավորապես ունենք բանաձև, որը երկու երկրների համար էլ եւ երկու երկրների բեռնափոխադրողների համար էլ եւ վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ եւ ավելի հարմարավետություն կառաջարկի։ Աշխատանքները առաջիկայում կամփոփվեն, նախարար Միրզոյանի խոսքով մոտ են այդ աշխատանքների վերջնականացմանը։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։